բարով եք եկել սիրելիներ։ Տաթևի վանական համալիրում Արցախցի 7 բալիկ մեղքերից սրբվել է, Սուրբ հոգով վերածնվել, դարձել իսկական քրիստոնյա։ Արցախի թեմի փոխարաջնորդի օրհնությամբ են Հայ առաքելական եկեղեցու զավակ դարձել Արցախի շրջափակման ժամանակ ծնված կամ դեռ մոր սրտի տակ գաղթի ճանապարհը հաղթահարած բալիկները՝ Մանեն, Սարգիսը, Սպարտակը, Դայանան, Արիաննան, Եվան ու Ավետը։ Երբ տեղահանվացինք Ստեփանակերտից, ճիշտ է, այն ժամանակ դեռ չգիտեի, որ իմ մոտ կրում է մի հատ փոքրիկ սրտիկ, Աստծո օրհնություն։ Հաղթահարելով դժվարությունները, տեսնելով արհավիրք այդ ճանապարհներին, տեղափոխվեցին Գորիս։ Մի քանի օրից հետո իմացանք, որ Աստված օրհնել է։ Իրենք այդ ճանապարհը անցել են մոր հետ միասին, կարելի ասել է դժվարություններն ու ծանրությունները գրել են վաղ հասակից արդեն։ Եվ դա Աստված, որ իրենց ասուն արդեն գիտակից կյանքում ունենան իրենց երազած հայրենիքը։ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո ճիշտ է, ամեն օր արև է լինում, բայց այսօր արևը ուրիշ ձև է, ժպտում մեզ։ Ուրիշ կերպ է ժպտում Սյունիքի արևը Տաթևի վանք հասած ուխտավորներին։ Մենք ենք մեր սարեր զարգացման գործակալության և 1 տասնյակից ավելի կազմակերպությունների համագործակցությամբ շուրջ 2000 ուխտավոր Տաթևի վանական համալիր է հասել Ադրբեջանում պահվող հայ գերիների համար միասնական աղոթքով և Արցախ վերադարձի ուխտով։ Այսօրվա օգտագործության կենտրոնական մաս է զբաղեցնում մեր համատեղ աղոթքը մեր հայրենակիցների համար, ովքեր գտնվում են գերության մեջ ապօրինի Բաքվի բանտերում։ Եվ առաջի հերթին Ռուբեն Վարդանյանի համար, որովհետև իր անունը անբաժանելի է Տաթևի պատմությունից և Տաթևի հոգևոր վերածննդի գործընթացից։ Գործընթացների մասին իրազեկումը կամ սովորական ջերմ սրտացավանքը կիսվելը հանրային տիրույթում ունի մեծ նշանակություն և այն կարող է բազմապատկման էֆեկտով ազդել միջազգային հանրության, կարևոր որոշումներ կայացնող քաղաքական գործիչների, այլ դերակատարների վրա։ Ազգային երգ ու պարով, ավանդական արհեստների ցուցադրությամբ, արցախյան ժենգյալով հացի անուշ բույրով են Տաթևում ընդունում հյուրերին։ Ձիթհանդ հանգարանում բացված մեկենասների ոսկե շղթա Տաթևի պահապանները դարերի ընթացքում ցուցահանդեսում ներկայացված էր Տաթևի վանքի պատմությունը։ Տարբեր ժամանակներում վանական համալիրը ենթարկվել է ավերածությունների։ Այսօր կանգուն է նվիրյալների շնորհիվ։ Ամեն անգամ գտնվել են անհատներ, ովքեր տեր են կանգնել, ովքեր միջոց չեն խնայել, ովքեր ամեն ինչ արել են, որպեսզի Տաթևի վանքը նորից վերակառուցվի, նորից էլ ավելի հզորանա և դառնա ոչ միայն հոգևոր կենտրոն, այլև մեր մշակույթի, մտքի, գիտության տաճար։ Հոգևոր կենտրոն, վանական համալիր հասած հազարավոր մարդիկ առ Աստված աղոթք են բարձրացրել ու խնդրել, որ մի օր Սյունիք հասնելուն պես նաև իրենց այդքան մոտ գտնվող Արցախ գնալ կարողանան։ Մենք ուխտ ենք, պիտի կատարենք, ճիշտ է, շատ դժվար ճանապարհ ունենք անցնելու։ Միգուցե մենք չտեսնենք, բայց դա Աստված տեսնենք, մեր երեխաները տեսնեն այն լուսավոր օրը, երբ նրանք կվերադառնան մեր սրտի Արցախը։